Անմար են Արցախյան ազատամարտում ընկած հերոսների անունն ու սխրանքը։ Եվ պատահական չէ, որ թե Հայաստանում, թե Արցախում շարունակ բացվում են հուշակոթողներ, խաչքարեր նվիրված զոհված տղաների հիշատակին։ Հերթական հուշակոթողի բացման արարողությունն էլ այս շաբաթ կազմակերպվել էր Արցախի Բերձոր քաղաքում։ Վանաշենի ջոկատի տղաներն են, նրանց հարազատները։ Սեպտեմբերի 28-ին լրացավ ջոկատի մարտական կենսագրության ամենատխուր էջի 19-րդ տարելիցը։ 1992 թվականի նույն օրը Վանաշենի ջոկատի մի խումբ տղաներ Քաշաթաղի շրջանում հակառակորդի հանկարծակի հարձակումից գերի ընկան, զոհվեցին, վիրավորվեցին։ Դիրքերում ռեզերվում էինք նստած, մենք պետքա չերևայինք, երկու օր հետո պետքա լիներ անսպասելի հարձակում, մենք թիկունքից պետքա մեր ջոկատը պետքա թիկունքից հարված տար։ Բայց այդ մառախուղի վրա, մի քանի օրվա այդ մառախուղը երևի մեր ծրագիրը հետաձգեց, ինձ թվում է դրանից էլ ճշնամին օգտվեց։ Անմիջապես այդ մառախուղի նստելուց, բացվելուց հետո անմիջապես հանգարձակի էին բերել տղաներին։ 4 զոհ, բազմաթիվ վիրավորներ եւ գերեվարվածներ, որոնց հետ բերելու համար տղաները շուրջ 2 տարի ամեն ինչ արել են, բայց ապարդյուն։ Այժմ այդ եղերական դեպքից մոտ 2 տասնամյակ անց ջոկատի տղաների եւ նրանց զավակների ջանքերով կառուցվեց եւ սեպտեմբերի 28-ին Արցախի Բերձոր քաղաքում հանդիսավոր բացվեց հերոսների սխրանքը հավերժացնող խաչքար։ Հայ առաքելական եկեղեցու կարգի համաձայն նախ հոգևոր սպասավորի կողմից օրհնվում եւ ոցվում է հուշաքարը, որից հետո ելույթ են ունենում խաչքարի կառուցման գաղափարի մտահղացողները, քանդակագործը, հերոսների հարազատները։ Եվ բոլոր ելույթ ունեցողների խոսքերում էլ կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ ինչպես այս տղաները, այնպես էլ մյուս նվիրյալները, ովքեր ընկան հայրենի հողի համար, անմահ են, նրանք ապրում են ժողովրդի սրտում։ Չէ՞ որ այսօր Արցախահայությունն ապրում է հենց նրանց արյամբ ազատագրված հողում։ Միջոցառման ավարտին էլ Երկրապահ կամավորականների միության կողմից մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին պատվոգրերով։ 19-րդ դարի կեսերին Արևմտյան Հայաստանում ծավալված ազգային ազատագրական պայքարի առանցքը հայդուկային կամ ֆիդայական շարժումներ։ Եվ ահա այդ պայքարի ականավոր դեմքերի, Զորավար Անդրանիկ հայդուկային շարժման թանգարանի եւ դրա հիմնադիր ֆիդայական ջոկատների մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ Իլիչ Բեգլարյանի մասին է պատմում մեր հաջորդ տեսանյութը։